Մենք շոշափելի դրսևորումներ ակնկալենք ընտրություններից հետո, այսինքն մինչև ընտրություններ դժվար թե զբաղվեն կոնկրետ առարկայական խնդիրներով եւ դրանց դրսևորման, որը հանրությունը կտեսնի եւ կփորձի գնահատել ի վերջո մենք ինչի հետ գործ ունենք։ Շատ կարևոր եւ շատ լավ հարց եք տալիս, կարծում եմ Միացյալ Նահանգները մի փոքր շտապում է այս հարցում, այսինքն եթե անգամ իշխանությունների համար կարևոր կլիներ մի փոքր ավելի հետաձգել այս գործընթացը եւ այդ ամեն ինչ անել ընտրություններից հետո, այն որ ասում ավելի հանգիստ գլխով, բայց կարծում եմ Միացյալ Նահանգների կողմից համենայն դեպս այն պատկերը, որ ես հիմա տեսնում եմ, որ բավականին մեծ աշակերտվածություն է Միացյալ Նահանգների կողմից եւ շատ դեպքերում նրանք խրախուսում են, որ ավելի եւ ակտիվ գործեն Հայաստանի Հանրապետության իշխանությունները։ Մյուս կողմից, այստեղ նաեւ ժամանակը մեր օգտին չի աշխատում։ Եթե անգամ փորձ կատարվի մի փոքր ավելի դանդաղեցնել գործընթացը, որպեսզի ընդհանրենք այդ աշխարհակաղակական գործընթացները տեսնեն ինչով է հանգուցալուծվում, ես կարծում եմ դա մեզ համար էֆեկտիվ մարտավարություն չի լինի, որովհետև մենք տեսնում ենք, որ բավականին լուրջ են ճնշումներ Միացյալ Նահանգների, Թուրքիայի, Ռուսաստանի կողմից, այսինքն էս էլ շատ կարևոր է հասկանալ, որ որոշ գործընթացներ կարող է ուղղակի տանուլ տանք, քանի որ ուշացնում ենք, որովհետև այդ ուրիշ դերակատարներն ու Ադրբեջանը պարապ տեղը չի նստում։ Այսինքն դուք պատկերացնեք, մենք sense բան նստենք, սպասենք, թե ինչ ենք անելու, բայց Ադրբեջանը բավականին էֆեկտիվ եւ արագ աշխատում է։ Դրա համար չեմ կարծում, որ դա լավագույն մարտավարությունը կլինի, բայց ասեմ, որ ես կարծում եմ մինչև ընտրություններն էլ որոշակի գործընթացներ տեղի ունենալու, ցավոք սրտի շատ սահմանափակ տեղեկատվություն ունեմ, թե իրականում հողի վրա ինչ գործընթացներ են տեղի ունենում, որպեսզի կարողանամ ավելի ուրեմն խորքային վերլուծություն իրականացնել, բայց այն համենայն դեպս ինչ որ մենք տեսնում ենք խոստումնալից է, որ տեսնում ենք, որ ինչ-որ գործընթացներ կա։ Հիմա դրանց մեջ սպառնալիքներ եւ վտանգներ էլ կան, նույն ասում եմ, այդ անորոշ ավարտով հանդիպումը Թուրքիայի բանագնացի հետ ինձ համար նաեւ ինդիկացիա է, որ ամեն ինչի շուրջ չի, որ մենք համաձայնություն ունենք, որովհետեւ կարելի է ակնկալել, որ Թուրքիան պետք է արդեն բացի, որովհետեւ ամենայն դեպս խոսակցությունը դրան էր գնում, որ եթե այս գործընթացը տեղի չարժվի, մենք պատրաստ ենք բացել եւ ի վերջո մենք չենք փակել սահմանը, Թուրքիայի կողմից է եւ իրականում իրենցից է կախված, թե այդ սահմանը կբացվի, թե չի բացվի, երբ կբացվի, ինչ պայմաններով կբացվի եւ այլն եւ այլն։ Հիմա տեսնում ենք, որ այստեղ էլ փաստորեն չլուծված հարցեր կան։ Փաստացի չլուծված հարցեր կան, թե որոնք են այդ հարցերը եւ ինչա կարող ենք ենթադրել, էլի կարող ենք որոշակի վերլուծություններ անել, թե այդ չլուծված կամ պատասխան չգտած հարցերը որոնք են եւ արդյոք մոտ ժամանակներում կարելի է դրանց հանգուցալուծումը սպասել, թե չէ։ Եվ դրանք որքանով կապ ունեն, ուղիղ կապ ունեն հայ-ադրբեջանական խնդիրների հետ, թե դրանք այդ հարցում չպետք է կասկածներ ունենալ, դրանք միանշանակորեն շատ ավելի լայն է, աշխարհագրությունը խնդիրների շատ ավելի լայն է, դա պայմանավորված է նաև իմ ընկալմամբ նաև ռուս-թուրքական պայմանավորվածություններով կամ հնարավոր պայմանավորվածություններով, Միացյալ Նահանգներ Թուրքիա հարաբերություններով, որովհետև բոլորս էլ հասկանում ենք, որ Թուրքիան շահագրգռված կլիներ ավելի կարևոր եւ ավելի ուրեմն ազդեցիկ դիրք ունենալ տարածաշրջանում եւ Միացյալ Նահանգների մուտքը խաղի մեջ որոշակիորեն սահմանափակում է Թուրքիայի մանևրելու եւ Թուրքիայի ուրեմն ակտիվ դերակատարում ստանալու հնարավորությունը։ Հիմա բարձա որ սա շատ կարևոր գործոն է եւ պայմանավորված են շատ հարցեր ոչ միայն զուտ Հայաստան-Թուրքիա կամ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններով, այլ նաեւ այն գործոններով, որոնք առաջին հայացքից կարող է ընդհանրենք տեսանելի չեն, բայց կարևոր դերակատարում եւ կարևոր գործոն հանդիսանում են։ Պարոն Խաչատրյան, Հայաստան-ԱՄՆ այդ գործակցության հետ կապված եւս մեկ հարց, ԱՄՆ-ի նախագահը այդպես էլ չի կարողանում Ալբանիան եւ Արմենիան տարանջատել։ Սա խնդրահարույց չէ։ Դե իհարկե խնդրահարույց, տեսեք, այսօր փորձագիտական դաշտում այնց երկու հիմնական ուրեմն ուղղություններ ենք տեսնում։ Մի ուղղություն է, որ ուղղակի բան են անում, թերավատարորեն են մոտենում ժամանակակից Միացյալ Նահանգների իշխանությունների վարչակազմի կարողություններին եւ առհասարակ համարում են, որ նրանք պայմանագրունակ չեն։ Տրամպը հատկապես մյուս ուղղությունը նայա որ անկախ նրանից թե Միացյալ Նահանգները այս պահին ինչ իշխանություններ ունի Միացյալ Նահանգներում կա ինստիտուցիոնալ
գործելակերպ եւ անկախ նրանից թե Տրամպն է իշխանության թե Տրամպը չի, Միացյալ Նահանգների հետ ինստիտուցիոնալ կապը կարելի է զարգացնել եւ որոշակի էֆեկտների հասնել այդ Միացյալ Նահանգներ Հայաստան միջպետական հարաբերությունների հաշվին։ Հիմա երկուսն էլ հասկանում եմ, ինձ համար իհարկե ողբերգություն է, որ մի պետության ուրեմն ղեկավար, որը ստանձնել է այսպես կոչված այդ միջնորդի դերը կամ նույնքը ամեն դեպքում միջնորդ որպես հանդես չի գալիս, ինքը որպես վկա է հանդես գալիս եւ շատ մեծ է տարբերությունը որպես իրավապաշտպան այդ տերմինների տարբերությունը շատ մեծ է պարզ։ Շատ մեծ է, որովհետեւ Միացյալ Նահանգները ըստ էության չի վերցրել իր վրա պատասխանատվություն մեծ առումով ինստիտուցիոնալ պատասխանատվություն այդ պայմանավորվածությունների չկատարման դերակատարներից որևէ մեկի կողմից չկատարման պարագայում որևէ էֆեկտիվ ուրեմն գործողություն իրականացնելու չի վերցրել այդ պարտավորությունը։ Հիմա դա բերված է անհատական մակարդակի, այսինքն Տրամպը հայտարարել է, որ զանգահարեք ինձ, եթե ինչ-որ խնդիրներ ունենաք, բայց սա այդ մոտեցումը չի, որ նման բանում էֆեկտիվ աշխատում է, նման իրավիճակներում պետք է էֆեկտիվ աշխատի։ Սա ես ակնկալում եմ ինստիտուտների ներգրավում, այսինքն մեխանիզմներ, որոնք պետք է ներգրաված լինեն եւ մինիմումի հասցնեն այդ վտանգը, որ կողմերից մեկը հրաժարվի պայմանավորվածությունների։ Իսկ ինչու ԱՄՆ-ն չուզեց ստանձնել այդ ավելի կարևոր միջնորդի պատասխանատվությունը կամ դերը պարոն Խաչատրյան։ Այստեղ շատ գործոններ կան, դա կարող է պայմանավորված լինի Միացյալ Նահանգների ներքին ուրեմն գործընթացների հետ կամ նաև ընկալումների հետ Տրամպի վարչակազմի կամ Տրամպի, միգուցե Տրամպն էլ համարում է, որ ինքն է Միացյալ Նահանգները, այս էլ շատ կարևոր է եւ ինքը ասում է, որ անհրաժեշտություն չկա, եթե ես խոսք եմ տվել, ուրեմն անում եմ։ Հիմա մեկ այլ հարց է, թե ես դա համարում եմ էֆեկտիվ մոտեցում թե չէ, բայց մյուս կողմից հասկանում եմ, որ որևէ ազդեցություն չունեմ Միացյալ Նահանգների ուրեմն նախագահի ընկալումների վրա եւ եթե մարդը տենց է մտածում, հավանաբար ուրեմն իր մոտեցումը դա է։ Բացարձակ իմ ընկալմամբ, տեսեք, ոչ պրոֆեսիոնալ մոտեցումն է, շատ դեպքերում ականատես ենք լինում ոչ պրոֆեսիոնալ մոտեցման, հենց նույն այդ Ադրբեջան եւ Ալբանիա անդադ ասելը ինձ մոտ բանա անհանգստություն առաջացնում, որ եթե մարդը չի կարող արտասանել, արտաբերել այդ պետությունները, որի ուրեմն հետո գիտեք գլուխ է գովում, որ հակամարտություններից մեկն է, որը Միացյալ Նահանգները էֆեկտիվորեն ուրեմն հանգուցալուծման բերեց, իրականում անհանգստացնող է, բայց մյուս կողմից չեմ էլ ուզում անտեսել Տրամպի կարողությունները որ բաների բիզնես ուրեմն դիլերի պայմանավորվածությունների ձեռքբերման, որովհետև հասկանում եմ, որ շատ դեպքերում բավականին տրամաբանված են իր գործողությունները, նույն Եվրոպական միության հետ հարաբերություններում, այսինքն որոշակի տրամաբանություն կա, առաջի պայծ շատ էքսցենտրիկ է այդ գործելակերպը, բայց ասել, որ դա բացարձակ զուրկ է տրամաբանությունից, դա էլ ճիշտ չի։ Այս էլ պետք է հասկանանք, որ բացի նախագահից ինստիտուտներ են աշխատում Միացյալ Նահանգներում, ամեն դեպքում պետք է հասկանանք, որ ինստիտուտներ են աշխատում եւ կա պետական մոտեցում էլի ընդհանրենք միգուցե Տրամպը ինչ-որ հայտարարություններ անի, որոնք մեզ համար խորտ թվան կամ ծիծաղելի թվան, բայց ամեն դեպքում չեմ կարծում, որ նա կանի գործողություններ, որոնք հակասեն Միացյալ Նահանգների պետական շահին։ Այս էլ շատ կարևոր գործոն է, այսինքն պետական շահը առաջնահերթ է եւ միգուցե մենք շատ դեպքերում չենք հասկանում, որ նա Տրամպի ընկալմամբ Միացյալ Նահանգների պետական շահը, այս այլ հարց է։ Բայց մտածել, որ ընդհանրենք Տրամպը անտեսում է այդ պետական շահը, համենայն դեպս իր ընկալումը պետական շահի, այս էլ չի ճիշտ լինի։ Ես կարծում եմ այս պարագայում մեզ մնում է ուղղակի ակտիվորեն տենց եւ լուրջ հետեւել, թե ինչ զարգացումներ են տեղի ունենում, որովհետեւ բացի տեսեք Տրամպի հայտարարություններից մենք ունեցանք նախկին ուրեմն վարչակազմի Բայդենի վարչակազմի Օբրայենի հայտարարությունը, որը մեզ համար օրինակ լուրջ չինքա հասկանալու թե ինչ սպասել է գործընթացից, ինչ վտանգներ են տեսնում Միացյալ Նահանգներում, որովհետև ի վերջո դեմոկրատները չեն վերացել աշխարհից, նրանք էլ ազդեցություն ունեն Միացյալ Նահանգների քաղաքականության վրա։ Միգուցե այս պահին տեսանկյունից իշխանության չեն, բայց նրանք էֆեկտիվ ազդեցություն ունեն
որոշումների կայացման գործընթացի վրա եւ հիմա 1 տարի հետո շատ դժվար է պատկերացնել, թե սենատում ինչ են ունենալու։ Այսինքն անտեսել դեմոկրատներին եւ նրանց ազդեցությունը Միացյալ Նահանգներում որոշումների կայացման վրա, սա էլ ծայրահեղ հիմարություն կլինի մեր կողմից։ Այդ համատեքստում ես հիշեցի վարչապետի հայտարարությունը, որ բավարարված չեն նախկին վարչակազմի միջնորդական ջանքերից։ Մենք տեսել ենք 21, 22, 23 թվականներ Հայաստանի վարչապետն այդպես հայտարարեց։ Սա որքանով տեղին, որքանով օբյեկտիվ գնահատական է։ Իմ ընկալմամբ հեչ տեղին չէր, իմ ընկալմամբ ուրեմն ես նման հայտարարություն չէի սպասի, չէի ուզենա լսել Հայաստանի իշխանություններից, որովհետև գիտեք, անտեսել Բայդենի ուրեմն աշխատակազմի ուրեմն կողմից Հայաստանին առաջարկված գործընթացները։ Ի վերջո, գիտեք, այս ռազմավարական ուրեմն փաստաթուղթը Բայդենի վարչակազմի ժամանակ սկսվեց այս գործընթացը։ Պետք է անկեղծ լինենք, էլի ցեղասպանության ճանաչման հարցում ինչ դեր կատարեց Միացյալ Նահանգները ու եւ Բայդենի աշխատակազմը, վարչակազմը։ Իմ ընկալմամբ նման հայտարարություններ պետքա չհնչեն Հայաստանի կողմից եւ պետքա գնահատենք բարձր թե դեմոկրատների կողմից արված գործողությունները միգուցե էֆեկտին չեն բերել, որը հիմա ընդհանրենք ունենք, բայց սա էլ գիտեք, ես չեմ ուզում շտապել ասել բանը եւ տենց ուրախությամբ հայտարարել, որ սա ամենաէֆեկտիվ ուրեմն բանն է եղել Տրամպի օրոք, որովհետեւ չգիտենք ի վերջո ինչ զարգացումներ ենք սպասելու։ Եվ արդյոք վարչապետի նկարագրած խաղաղությունը այդքան ամուր ու հաստատուն է լինելու։ Հատկապես այն պարագայում, երբ որ նույն արտաքին գործերի նախարարն էլ հայտարարում է, որ մենք բոլորս էլ հասկանում ենք, որ անգամ եթե փաստաթուղթը ստորագրված լինի, դա չի նշանակում, որ 100%-ով կանխում է ուրեմն բոլոր սպառնալիքները Ադրբեջանի կողմից, բոլորս էլ դա հասկանում ենք, ի վերջո սա գործընթաց է։ Այդ խաղաղությունը իրականում գործընթաց է, ես այս հարցում համաձայն եմ պարոն Միրզոյանի հետ, սա լրջագույն աշխատանք է պահանջում թե Հայաստանից, թե Ադրբեջանից, հասարակության տարբեր շերտերից եւ այդ խաղաղություն ասածը ի վերջո գալու այն ժամանակ, երբ որ այդ բոլոր օղակները իրականում էֆեկտիվ աշխատեն։ Հիմա այս պարագայում ինչքան հեռացում է շաքար ասելով բերանց չի կարծրան, այդ նույն վիճակն ասենք խաղաղություն, բոլորս էլ հասկանում ենք, որ սպառնալիքներ կա։ Հիմա էլի վերադառնանք այն նախորդ բանում, որ ասում ենք արտաքին հետախուզության ղեկավարը հայտարարել է, որ ուրեմն արտաքին ռազմական սպառնալիքներ չկան, ավելի շուտ հիբրիդային են, էլի գալիս ենք այդ կետին, որ հա միգուցե կարճաժամկետ տեսանկյունից ռազմական սպառնալիքներ, լրջագույն էսկալացիայի բան, ես էլ չեմ տեսնում, անկեղծ ասած, բայց ավելի խորքային այդ հիբրիդային սպառնալիքներ ակնհայտ է, որ կան։ Եվ դա գալիս են թե Ադրբեջանի կողմից, որովհետև գիտեք աշխարհը տեղում չի մնում, քաղաքական գործընթացներ են տեղի ունենում եւ օրինակ նույն Ադրբեջանը ինչ տեմպերով է սպառազինվում, ինչ տեմպերով է իր մոտ ռեֆորմները բանակի անցկացնում, ինչ տեմպերով է ընդհանրենք քաղաքական դաշտում փորձում Միացյալ Նահանգների հետ հարաբերություններ ավելի սերտացնել, ներկայացնել այս նույն ուրեմն խաղաղության համաձայնագիրը որպես Ադրբեջանի նվաճում, ներկայացրած ծրագիր եւ հաստատում։ Այսինքն սան գործընթացներ, որոնք իրականում սպառնալիք են, հա, եթե մենք դա չենք ընկալում որպես սպառնալիք, սա այլ հարց է, բայց դրանք սպառնալիք են։ Պարոն Խաչատրյան, այդ սպառազինության հետ կապված հիմա էլ Հայաստանի ներքաղաքական վերլուծական դաշտում այլ թեզ է շրջանառվում, որ դա ոչ այնքան Հայաստանի դեմ է, որքան Ռուսաստանի եւ Իրանի։ Գիտեք, ես սենց չեմ նայում, էլի պետական անվտանգության կամ սահմանների անխախտալիության համար բանակի զարգացումը կամ անվտանգային ոլորտի զարգացումը կապ չունի թե ինչ սպառնալիքից է քեզ պաշտպանելու։ Եթե դա կլինի անհրաժեշտություն Հայաստանից պաշտպանվելու, Հայաստանից կպաշտպանվի։ Եթե անհրաժեշտություն լինի Ռուսաստանից, հիմա այն որ պետությունն է իր սպառազինության կամ իր ռազմական ուժերի կառուցումը անում ընդհանրեն կոնկրետ մի պետության դեմ։ Որ չենք բանանում Հայաստանը այն ժամանակ կամ Միացյալ Նահանգները հո Չինաստանի դեմ չի զինվում։ Նա զինվում է իր անվտանգությունը ապահովելու համար, կլինի դա Չինաստանից, Իրանից, այսինքն այս տրամաբանությունը ինձ համար խորթ է։ Հիմա ուրիշ բան թե խոսքային մակարդակով, պատումների, դիսկուրսների, նարատիվների մակարդակով ոնց ես դա ներկայացնում։
հա դու կուզես ներկայացրու ասալ մոլորակայիններից են պաշտպանվում, բայց դու պաշտպանունակ բանակ ունեցի, մարդունակ բանակ ունեցի, մարդու իրավունքների եւ ժողովրդավարական արժեքներով գործող բանակ ունեցի, հետո կտեսնենք թե ումից ես դու պաշտպանում քո պետության անվտանգությունը։ Սա է իմ տրամաբանությունը եւ արդարացնել բանը Ադրբեջանի զինվելը նրանով, որ սա իբր մեր դեմ չի, ինձ համար խորտ բանը մոտեցում, ես չեմ հասկանում դա։ Նույնն էլ ասել, որ Հայաստանի Հանրապետության բանակը զարգացնելու կարիք, չգիտեմ, տենց չեն ասում իհարկե, բայց փորձում են կրճատել զինվորական ծառայությունը։ Գիտեք, արդեն սպառնալիք չկա Ադրբեջանի կողմից, ուստի նշանակում է, որ հա մենք պետք չի որ մեծ ջանքեր գործադրենք, չգիտեմ, ֆրանսիական զենքեր բերենք, բան սա էլ ինձ համար խորտ է, որովհետև այս պահին միգուցե Ադրբեջանի սպառնալիք չկա, մյուս պահին լինի, կարող Ադրբեջանից չլինի, Իրանից լինի կամ Թուրքիայից լինի կամ Ռուսաստանից լինի։ Այսինքն ի վերջո փիլիսոփայությունը նա է, որ դու քո պետության անկախ նրանից, թե ասում եմ այլ մոլորականներից է, թե Թուրքիայից է, թե Ֆրանսիայից է, դու պետք է ունենաս մարդունակ բանակ, որը էֆեկտիվորեն կապահովի քո պետության անվտանգությունը։